Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել լարվածության թույլատման ուղղությամբ, խուսափել իրավիճակի սրմանն ուղղված ցանկացած գործողությունից։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով սահմանային իրավիճակի մասին երկու երկրի պաշտպանության նախարարությունների հայտարարությունները։ Մենք հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական դիվանագիտական ճանապարհով, նշել է Զախարովան։ Մոսկվան պատրաստ է գործընկերներին աջակցություն ցուցաբերել մնացած հակասությունների հաղթահարման հարցում, խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման, հումանիտար հարցերի լուծման հարցում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրին համապատասխան։ Արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ Ռուսաստանն ակնկալում է կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ մինչև 2025 թվականի մայիսը։ Համոզված ենք, որ ռազմավարական կարևոր տարածաշրջանում Հայաստանի հարավում Ռուսաստանի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին, ասել է Զախարովան։ Նրա խոսքով Սյունիքում երկկողմ տնտեսական օրակարգի առաջ մղումը ԵԱՏՄ ձևաչափով ավելի կարևոր է դառնում հաշվի առնելով Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այդ ամենը կդառնա Սյունիքի մարզի անվտանգ եւ խաղաղ զարգացման հուսալի երաշխիք, ասել է Զախարովան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով դեպի նոր աշխարհակարգ թեմայով համաժողովում հայտարարել է, որ Բաքուն չի կատարի մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները։ Նա բացատրել է, որ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։ Եթե պատվիրակությունը չմասնակցի վեհաժողովի նիստերին եւ չկարողանա քվեարկել մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության օգտին, Ադրբեջանի վերաբերյալ այս դատարանի որոշումները համարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից, հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը համաժողովում անդրադարձել է նաև Իրանի հետ Բաքվի հարաբերություններին։ Խոսելով Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացրած զինված հարձակման մասին, Ալիևը նշել է, որ Բաքուն չի մոռանում ողբերգական իրադարձությունը։ Նա վստահություն է հայտնել, որ տեղի ունեցածը կազմակերպված ահաբեկչություն էր Ադրբեջանի դեմ։ Նշելով, որ դեպքից անցել է 2 տարի եւ հանցագործը դեռ չի պատժվել, Ալիևը հայտարարել է. «Մեր երկրների միջև հարաբերությունները լիովին կարգավորելու համար անհրաժեշտ է, որ այդ ահաբեկիչը եւ նրա թիկունքում կանգնածները պատասխանատվության ենթարկվեն եւ պատժվեն»։ Ալիևը նաեւ հայտնել է, որ այս ամիս նախատեսվում է Իրանի նախագահի այցն Ադրբեջան, ինչը կարևոր է երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից։ Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների, այդ թվում Իրանի հետ։ Թեհրանի հետ ունենք տրանսպորտային եւ տնտեսական լավ օրակարգ, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Չինաստանը զինծառայողներ չի ուղարկել ռուս-ուկրաինական հակամարտությանը մասնակցելու համար, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լինզյանը։ Չինաստանն իր քաղաքացիներից միշտ պահանջել է հեռու մնալ զինված հակամարտության գոտուց, խուսափել ցանկացած ձևի ներգրավվածությունից, մասնավորապես զերծ մնալ որևէ կողմի ռազմական գործողություններին մասնակցելուց, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը։ Նա նաև հավելել է, որ Պեկինը ստուգում է փաստերը կապված այն պնդումների հետ, որ ռուսական կողմում ռազմական գործողություններին մասնակցում են Չինաստանի քաղաքացիներ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր ուկրաինացի զինվորականների կողմից չինացի 2 զինծառայողի գերեվարման մասին։ Զելենսկու խոսքով Կիևը տեղեկություններ ունի, որ ռուսական ուժերի կազմում նրանց թիվն ավելի շատ է։ Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել ուկրաինական կողմի մեղադրանքները։ Ես որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել այդ տեղեկությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մերի Ներսիսյան, լուրեր։